Հանուն հոր եւ որդվո եւ ոգին սրբո ամեն։ Բարի երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ։ Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, այսօր վերլուծական հաղորդում է Աստծո ձայն հաղորդաշարի։ Շարունակում ենք ոչ միայն բացահայտումներ անել, նաեւ վերլուծել, թե մոտ օրերին ինչ զարգացումներ են սպասվում եւ ինչին է բերելու այս ամենը մենք երբ վերջնական կունենանք այն արդյունքը, որը սպասել ենք ունենալու համար տարիներ շարունակ։ Եվ այս բանի համար էլ այս գործն ենք արել այստեղից եւ առհասարակ ամեն մի մարդ այսօր որ թեկուս փոքրիկ ներդրում է ունենում, երբ որ ճիշտ գնահատական է հնչեցնում, երբ որ տեսախցիկների առաջ խոստովանում է ասելով, որ ինքը զգացել է այս այլանդակ վիճակը, անորմալ վիճակը, որ տիրել է եկեղեցիների մեջ, որ շատերն են նաև վկայակոչում, որ նույնիսկ չեն ցանկացել մտնել եկեղեցին, քանի որ այնտեղ չեն տեսել որևէ մի բան, որը իրենց բերի, այսինքն չեն տեսել հենց այն ինչ որ ասել է Փաշինյանը օրեր առաջ, երբ որ ասել է, որ այս մարդիկ, ովքեր որ բղծության մեջ, ուրեմն շղթայել են, կալանքի ֆաստորեն կապանքների մեջ բան են արել, մայրաթորը բռնագրավել են, նրանք չեն ուսուցանել Քրիստոսի ուսմունքը, այսինքն նրանք ոչ մենակ չեն հետևել Քրիստոսի վարդապետությանը, նաև իրենք Աստծո խոսքը չեն էլ տարածել, ոչ մենակ որ իրանք չեն ապրել, նաև չեն էլ արել այդ որպես աշխատանք։ Ինչպես որ ձևավորվել է ավանդությունը, մենք սկսենք մեր հաղորդումը աղոթքով եւ ես այսօր կխնդրեմ միասնականորեն բարձրացնենք աղոթքը, հայր մեր ասենք, միասին, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս սևերկրի, ըսհաց մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարծիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյաց մեզի չարե, զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառքավիդյանս հավիդենից ամեն։ Եվ ահավասիկ սկսում ենք այսօրվա հաղորդումը։ Ինչպես ասեցի սիրելիներ, այո, ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ ցանկացած շերտից, այսինքն ցանկացած այդ շերտի ներկայացուցիչները այցում են, որ տեղի է ունեցել այս 26 տարիների ամբողջ ընթացքի մեջ։ Եվ սա շատ ողջունելի է, որովհետև Տեր Սահակը չի ասում այս մարդկանց, որ դրանք տեսախցիկների առաջ ասեն այն ամենը, ինչ որ հավաքվել է իրենց մոտ, իրենց սրտում, իրենց հոգում։ Ահավասիկ սիրելիներ, Տեր Սահակը աշխատանք է թափել երկար տարիներ, որպեսզի այսօրվա այդ արդյունքը լինի, որովհետև այսօր խոսում են բոլորը անխտիր, եթե առաջներում ոչ մեկ չէր խոսում, բայց հասկանում էին մարդիկ եւ հասկանում էին ազգի ճնշող մեծամասնությունը, որ մի բան են չի, որ տականք է այդ մարդը, որը զբաղեցնում է կաթողիկոսի Սուրբ Աթոռը, որ չեն անում հոգեվոր սպասավոր կոչեցյալները իրենց գործը առաքելության մեջ չեն իրենց, որ եկեղեցին նրանք օգտագործում են այլ նպատակների, խանութ են սարքել, բիզնես են դարձրել, որ այս մարդիկ, որոնք հայտնվել են այնտեղ եւ զբաղեցնում են ամենապատասխանատու բարձր պաշտոններ, որ նրանք չեն անում այն, ինչ որ պետք է նրանք անեն, այսինքն իրենց վստահված այդ հոտը, որը նրանք պետք է առաջնորդեին դեպի հավիտենական կյանք, դեպի հոգեվոր փրկություն, նրանք պետք է պաշտպանը կանգնեին հոգեվոր բարոյական այն արժեքների, որպեսզի հասարակությունը միշտ առողջ լիներ հոգեպես եւ երբևիցե մեկին չեն արգելք հանդիսացել, երբ փորձել են հարձակվել այդ իշխանություն ունենալու պարագայում այդ նույն հասարակության վրա, որպեսզի սեփական անձնական ուրեմն շահերը իրենց տեղում մնա, որևէ մեկը իրենց չասի ձեր աչքի վրա ունք կա, նրանք գիտակցելով, որ սրիկայությունն է կատարվում, որ երկրում խայտարակություններ են կատարվում, նրանք շարունակաբար Պոչն են բռնել իշխանությունների, ինչ այդպես չի եղել, սիրելիներ, դուք ականատես եք 26 տարի այս մարդկանց կեցվածքը, եւ միայն 18 թվականին այդ կեցվածքը սկզբից մասամբ փոխվեց, իսկ հետո հենց պատերազմը ավարտվեց, նրանք ուղակի պատերազմ հայտարարեցին սեփական ժողովրդին, եւ նրանք հայտարարեցին այդ պատերազմը, միջոցները բոլորը դրեցին այդ գործի մեջ, այսինքն նույնիսկ ահաբեկչական տերորով նույնիսկ այդ բաներից չխորշեցին։ Ուստի ցավ է յուրաքանչյուրիս համար նման
արձանագրում անելը, որովհետև իրականությունը դառն է, իրականությունը այն է, որ հոգևոր սպասավորները իրենց տեղերում չեն։ Եվ անդիմադիրները նրանց օգտագործել են տարիներ շարունակ։ Օգտագործել են, երբ որ եղել են իշխանություն, հետո այդ նույն իշխանության մեջ մարդիկ հայտնվեցին հակառակ դաշտում, դարձան ընդդիմություն։ Դուք հասկացեք, որ ոչ թե եկեղեցին այսօր ընդդիմության կողմն է։ Ոչ, ընդդիմության հետ կապ չունի եկեղեցին։ Եկեղեցին այն նույն մարդկանց կողմն է, մաֆիայի կողմն է, ում որ նախկինում պաշտպանել է եւ ում որ ծառայել է հորունազանդ։ Ուղղակի տեղերով են փոխվել։ Այս մարդիկ, որոնք առաջներում իշխանություն են եղել, այսօր դարձել են, իրենց անվանում են ընդդիմություն։ Բայց եկեղեցին, եթե մնացել է նույնը, այսինքն այն մարդիկ, ովքեր եկեղեցու անվան տակ են թաքնվել, ապա նրանք նշանակում է պաշտպանել են այդ նույն մաֆիային։ Չէ՞ որ հեղափոխությունը ինչի տեղի ունեցավ, այդ մաֆիայի դեմ էր հեղափոխությունը, այն հորի բարգերից ազատագրումն էր եւ այդ հեղափոխությունը մի նպատակ ուներ՝ արդարությունը ձևավորելու Հայաստանի մեջ։ Սա պարզ արձանագրումն է, այդքան ակնհայտ է, ցանկացած լոժիկ դրամաբանական մարդ պետք է այդ հարցը իրեն տա եւ պետք է հասկանա, որ այստեղ Կտրիչ Ներսիսյանի միշտ անձնական շահն է հետապնդել։ Նույնիսկ երբ որ Ռուսաստանի հատուկ ծառայություններին կամ Կրեմլին ծառայել է եւ սպասարկել է օտարի շահը, նա միշտ արել է իր անձնական շահերից են բխել այդ բոլոր իր գործողությունները։ Ոչ թե ուղղակի զուտ որպես դավաճանություն է եղել իր կողմից, որ նա արել է դա զուտ դավաճանելու համար կամ գիտակ դնելու Հայաստանը կամ վնաս տալու համար հայ ժողովրդին։ Ոչ, իր անձնական շահերի համար նա հաշվի չի առել այս ամենը, այսինքն վտանգի տակ էլ դրել է, վնասել է հասցրել, քանի որ իր շահերին կգար դա։ Ես ասում եմ, ցանկացած մեկին ինքը պատրաստ է ծառայել, ցանկացած ուժի։ Ռուսը չլինի, թուրքը կլինի, ով ուզում է լինի։ Սատանան կլինի, հակաքրիստոսը կլինի, եթե իր շահերին գա, ինքը այդ մարդկանց հետ է, այդ ուժերի հետ է։ Մութ սև ուժերի հետ է, որտեղ իր շահերին կգա այդ բանը։ Հետևաբար պարզ հետևություն է, այս մարդը որևէ կապ ունի եկեղեցու հետ։ Երկրորդ հարց, այս մարդը քրիստոնյա է արդյոք։ Երրորդ հարց, այս մարդը ինչ գործ ունի կաթողիկոսական աթոռի վրա։ Ինչի է զբաղեցնում վեհարանը։ Ինչ իրավունքով, ով է իրեն այդ վեհարանը տվել, որ ինքը զբաղեցնի։ Չէ՞ որ ինքը 132 կաթողիկոսը չէ, նա խաբեբա է, որը սրիկայաբար ժողովրդին մոլորության մեջ գցելով, խախտելով եկեղեցական կանոնն ու կարգը, այդ աթոռը ինքը ուզուրպացրել է։ Նստել է ապօրինաբար եւ զբաղեցրել է այդ աթոռը ոչ օրինական եղանակով։ Նա երբեք չի ընտրվել, երբեք չի սիրվել, երբեք չի ընկալվել եւ ոչ մեկի համար ինքը այսօր իր այդ նեղ շրջանակի համար չի կարող վկայել, որ նրանք սիրված են։ Որևէ հայ մարդ իրենց համար գնա այնտեղ ցույցանի պաշտպանություն, ասենք արշակի մեկը դուրս գա, մյուսը մեկը այդ ով է դուրս եկել, որ մի պարզ հավատացյալը Հիսուս Քրիստոսի ծառան գնացել է դամը պահել է, ասենք բանի Միքայելի, Բագրատի, Արշակի, Մկրտիչ Պրոշյանի, ոչ մեկի համար չի գնացել ոչ մեկ հավատացյալ ազնիվ մարդ։ Այն մարդը, որ Աստծուն հավատում է, ով որ ծառա է եկեղեցու, ով որ Աստծո ծառան է, եւ ով որ աշխատում է ապրել իր կյանքը պատվիրաններով, նա երբեք գործ չունի այդ մարդկանց հետ։ Ոչ մի կապ չունի նա։ Ով է պաշտպանում կոչված ընդդիմությունը, որը իրականում մաֆիան է, առաջվա իշխանությունը, որը տարբեր դեմքերով հայտնի է մեզ այսօր։ Այդ նոր Տաշիրի Սամոն, այդ մաֆիոզը, այդ կոռուպցիոները, այդ հրեշը ոնց հարստացավ, ոնց դարձավ եւ այսօր էս սատանան իրեն կոչում է, որ ինքը քաղբանտարկյալ է։ Ինչի համար է բանտարկյալ դու։ Դու նախ այդ բոլոր քո բաները տեսեք որքան է եղել խեղված այս հասարակությունը, որքան են շփոթմունքի մեջ գցել, որքան են խափել, այսինքն աստիճանը չկա այդ ստախոսությունների, որ եղել են, որ փորձել են փակցնել մի մարդուն, այդպես մի դրոշմ անել կամ, չգիտեմ, նակլեյկա ֆիրմայի, որ ինքը ազգային բարերար, շատ ներողություն, ինչ ազգի համար բարիք ստեղծած է, ուզում եմ հարցնել, ազգային բարերարը, ընդհանրապես բարերարը, ինչ մեկին, որ մեկին, թող ցույց տան, այն մարդիկ թող ի հայտ գան, ումը որ նա բարիք է ստեղծել, ումը որ նա օգնել է կյանքում ռեալ։ Եթե դա այդպես լիներ, այդ մարդիկ պիտի հավաքված լինեն, գիշեցրեք բանտի դրան առաջ պիտի չոքեին, աղոթք անեն։ Եթե նա մեկին օգնած լիներ, եթե նա անկեղծ աներ։ Այն պայուսակները, որ բաժանել է դա ազգային բարերարություն չէ։ Կամ ինչ որ նման մի ակցիա արել է, ինչ որ նպատակների համար կեղտոտ։ Կտրիչի գրպանը փողը դրել է, որ կտրիչը այդ փողերով իր անձնական բիզնեսները կայացնի, նա բարերար դարձավ ազգային։ Եթե ազգային բարերարը դրա համար է կոչում, որ Կտրիչ Ներսիսյանին
անձնական շահերն է սպասարկել, ապա նա չի կարող բարերար կոչվել։ Նա կտրիչ Ներսիսյանի բարերարն է։ Այսինքն միասին սադանայություն են գործել, միասին են ստրիկայություններ արել, եւ ինքը կտրիչի հետ, քանի որ շահկապված է այդ խարդախություններով, նրա հետ միասին այդ գործերը տեսնալով իրան էլ ինչ որ շամբաժինը գցել է միշտ։ Իհարկե գցել է այն ոնց որ ասած ծովի մեջ մեկ կաթիլ, հա, կապլևմորի, որտեղ կտրիչը իրանից ինչ որ ստացել է այդ Տաշիր Սամոյի համար ոչինչ չէր։ Այդ նույնն է ես մեկ լումա ծախսեմ։ Երևի այդ մեկ լուման ավելի շատ մեծ փող է ինձ համար պատկերացրեք, քան իր համար այն ինչ որ տվել է Կտրիչ Ներսիսյանին։ Միլիարդատեր է մարդը, լողացել է այդ փողերի մեջ, չի էլ հաշվել այդ փողը։ Ազնիվ է աշխատել, իհարկե ոչ, իհարկե ոչ։ Բարերարը ինչ կաներ։ Մարդուն պետք է այդքան փող։ Մի հատ ինձ ցույց տվեք մեկին, որը կարա այսօր ապացուցի, որ այդ փողը ինքը կարող է մարսել, բան անել, օգտագործել։ Ոչ, մարդուն ինչ է պետք։ Շատ քիչ բան։ Աստված այդպես չի արարել մարդուն, որ մարդը միլիարդատեր լինի եւ ոչ մեկին չօգնի։ Մենակ անի են, ինչ որ իր համար է պետք, որ այդ միլիարդները ապահովի, որ նրանք ոչ մենակ մնան իր մոտ, ավելանան։ Այս է եղել։ Ուրեմն այդ մարդը բարերար չէ։ Գեղձիկներով մի զբաղվեք, ապա տեղեկատվություն մի քարոզեք, ստեր մի հնչեցրեք։ Նա սատանա է։ Այլ ոչ թե ազգային բարերար։ Ուրեմն այս բոլոր խայտարակությունները միշտ մեզ կերակրել են, միշտ ստերով են կերակրել։ Հայաստանի հասարակությունը միշտ խապված է եղել, որովհետև հերոստատեսությամբ, թերթերով, այդ ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրը եկավ, երբ որ ինքը աթոռների վրա նստեց, այդ օրվանից ինքը ստերը խոսեցին, ինքը հանրազանրականներ էր տալիս, այնտեղ հեքիաթներ էին պատմում, հա։ Բայց ինքը կարծանագրումներ անենք, ինչ են արել այս մարդիկ։ Թալանել են, չէ՞, ողջ տնտեսությունը քանդու քարաբ են արել, եղած չեղածը թալանել, տարել են, ծախել են Իրանը, հա։ Տարել են ամեն ինչը, սիրելիներ։ Այդ մետաղի տեսքով ստանոքները, բան գործարանները, ֆաբրիկները ինչի քարուքան դարեցին, որ տանեն ծախեն։ Տրամվայի գծերն են տարել ծախել, տրամվայները, տրալեբուսներն են ծախել։ Կաթողիկոսական գահն են վաճառքի հանել, ամեն ինչը ծախել են նրանք, ամեն ինչը քանդել են, թալանել են, ավիրել են, չքավոր են դարձել ժողովրդին, ուղղակի դա աստիճանաբար եղավ։ Որտեղ մարդիկ սովետական Հայաստանի բնակչությունը նորմալ էր ապրում։ Մարդիկ բնակարաններ մի քանի հատ ունեն, ունեցվածք ունեն, մեծ մասը, ես չեմ ասում բոլորը, բայց մեծ մասը ունեն։ Եվ նրանք ծախում են, ապրում են, ինչ որ բաներ են ծախում, ոսկեղեն, ինչ որ ունեցվածք ունեցել են, ծախել են։ Շատերը խելացիներ դրում են արել, ծախել են, գնացել են, ասենք արտասահմանում դասավորվել են եւ այլն, բայց ի վնաս պետությանը դա եղել է, չէ՞։ Այսինքն թշվառականի կյանք են ստեղծել։ Ես ո՞նց եմ բնութագրել այդ մեծ լեզուն, որ հանում է Հայ ազգային կոնգրեսը, ասում եմ, ի՞նչ է կարել։ Ձեր արածը ո՞րն էր 90-ական թվականներին։ Սով, ցուրտ, մութ, պատերազմ բերեցիք, հա, 7000 հայ սպանել տվեցիք, Ղարաբաղի պատրվակով, իմանալով, որ այդ Ղարաբաղը մերը չի երբեք լինելու է, դրանք իմացել են, որ Ղարաբաղը վերջում պիտի այդ պատմությունը պիտի ստացվի։ Ելքանց են իմացել։ Ղարաբաղի անվան վրա փողեր են սարքել, գանձեր են դիզել, դիակների վրա այս մարդիկ գանձեր են դիզել։ Ղարաբաղ կոմիտեն, այդ դուրս պրծուկները, Ռոբիկը, Սերժիկը որտեղից բուսնեցին։ Սա Լևոնի քաղաքական ծերտերն են։ Կառուցելա մթի, ցրտի, սովի եւ արհավիրքների վրա իրենց բոլորի երջանկությունն է կառուցել։ Այս սա են արել նրանք։ Ապականելով արժե համակարգը, խայտարակ լինելով աշխարհով մեկ փաստացի, որովհետև եղել ենք հարուստ պետություն, Հայաստանի Հանրապետությունը, սովետական երկրորդ հանրապետությունը հարուստ հանրապետություն էր։ Երբ որ Ռուսաստանի ծայրամասերում մարդիկ կիսասոված էին, այդ նույն սովետական շրջանում, Հայաստանում սոված մարդ չկար, բոլորը կուշտ էին, աղա մարդիկ էին։ Գալիս էին մեր մոտ տուրիստները, հիանում էին, ասում են, ինչ քաղաք ունեք դուք, Փարիզի նման։ Երևանը այն սովետական Երևանը կոչում են փոքրիկ Փարիզ, այդպիսինն էր։ Հիմա չեն կարող այդ մասին խոսել։ Բայց այն ժամանակ ասում էին, որտեղ կոկիկ կառուցում էին, խնամում էին, ամեն ինչը խնայում էին, որ ոչ մի բան, այսինքն տնտեսությունը բան ոնց զարգացրեցին, ինչքան ինստիտուտներ հետազոտական ունեցանք, ինչքան համալսարաններ, այս բոլորը ով կառուցեց սովետական Հայաստանում։ Ինչ եղավ անկախության մեջ, ոչինչ։ Զրոյացրին բոլորը։ Այսօր կառուցվում է, այսօր վերականգնվում է, այսօր վերանորոգվում է, այսօր առաջընթաց է ապրում, այսօր։ Եվ քար են գցում այս մարդկանց վրա։ Քար են գցում, որովհետև նրանք առաջինն են, որ այս 30 քանի տարվա մեջ կառուցում են, վերականգնում են պետությունը, քանդել են, նախկինները քանդել են, հիմա այդ նախկին կոչեցյանները դիմադիր դաշտ են կազմել, օկուպացրել են ազգային խորհրդարանը, ազգային խորհրդարանից դուրս էլ ստահակները լեփլեցուն են, եւ այրահաչում են, գիշեցրե քարեր են նետում իշխանության հասցեին, ասում են անբաղ զամբաղ բաներ։ Այո, ես էլ շատ բաներ կարող եմ խոսել, դատապարտել, քննադատել եւ այն, դա չի նշանակում, որ չպիտի գնահատենք ճշմարտությունը պահանջում է։
Ասել լավին լավ, վատին ասել վատ, սպիտակին ասել սպիտակ, սևին ասել սև։ Եվ հիմա կպել են այն բանից, որ Նիկոլ Փաշինյանը կառուցում է նոր աղանդ։ Պատկերացրեք ինչքան աբսուրդ է։ Գրել են այսօր, որ Տեր Արամ Քահանան փագը, հա, զամոկը փոխել է, եկեղեցու կողպեկը փոխել է։ Լավ է արել, բրավո։ Ես իրան պիտի այստեղից խորհուրդ տայի, որ կողպեկը փոխի, որ ոչ մի սրիկա չկարողանա գա այնտեղ նստի։ Այդ եկեղեցու մեջ, որպեսզի հետո անախորժություն չլինի, ոստիկաններով դուրս շպրտեն։ Այսօր հյուրանքներ են տարածում, քահանա է, օծված, ասում են հիմար բաներ։ Աշխարհի կանոնով են կոչում բան, դեմագոգիա, աֆերիստություն, սդախոսություն, ստահակություն, որովհետև կարգին ծանոթ չեն, այդքան ստեղից լուսաբանել եմ, խոսել եմ, այդքան ասել եմ, ուր մնաց իմ ասածը, այսինքն իրանք մի ականջից լսում են, մյուսից դուրս է գալիս, չեն հասկանում, տգետ են այդ աստիճանի, չեմ հավատում, շատ լավ հասկանում են ինչի մասին է խոսքը գնում, որ ձեռնադրությունը անկրկնելի խորհուրդ է, այսինքն չի կրկնվում եւ անջնջելի, այսինքն չի վերացվում։ Նշանակում է դա, որ մեկ անգամ եթե մեկին ձեռնադրում ես եւ օծում ես, այլևս իրեն չես կարող ասել, որ քահանա չես, ինչ որ թղթի վրա գրիչով բան գրես, կնիկ դնես, չգիտեմ, ստորագրություն անես եւ հրճակես իրեն կարկալուց։ Ոչ, ես բացատրել եմ միլիոն անգամ, որ դա վարչական պատիժ է, բայց պիտի լինի կանոնական գետնի վրա, երբ մարդուն ուղարկում ես ապաշխարության եւ ժամանակավորապես ըստ եկեղեցական կանոնակարգի կասեցնում ես իր հոգեվոր առաքելությունը։ Բայց պիտի օրենքով արվի ամեն բան եւ ոչ թե ապօրեն ձևով այս կմահաճույքով։ Ոչ մեկի համար օրինական եղանակով ոչ մի բան չի եղել, որտեղ ովևէ մեղքը չեն կարողացել բռնեն։ Եվ հետո մի բան էլ կա։ Այո, Քրիստոսը ասեց, ով երբ որ կնոջը բռնեցին, հիշում եք, անփարոյականության մեջ ասեց, ձեզանից ով է անմեղ, առաջինը թող քարը նետի։ Կեղծավոր փարիսեցիները փախան գնացին, մեկը չհամարձակվեց այդ քարը նետել։ Ուրեմն այս մարդիկ նույնիսկ կեղծավոր փարիսեցու չափ չկան։ Իրենց թե այդքան տահաս են, թե այդքան սադանա են, ես կարծում եմ սադանա են։ Տահասության հարցը չէ ստեղ, սադանայության հարցը կա։ Եվ չի կրկնվում, ինչ է նշանակում, այսինքն նույնիսկ եթե մարդը մեղք է գործել, իրական մեղք է գործել, գնացել է բանկում ապաշխարել է, գալիս է նորից չեն ձեռնադրում իրան, բայց ասում են գնա շարունակի քո քահանայությունը, հետևություն արեք, տրամաբանություն ունեցող մարդիկ, առողջ դատողության տեր մարդիկ, ուրեմն օծումը չի վերցվում մարդկանց վրա, չի վերցվում, մենակ ապուշը, միայն հիմարը, միայն անաստվածը կարող է նման հերուրանքներ տարածել, սա մեղք է Աստծո մոտ նման սդախոսություններով, գեղձիկներով առաջնորդել ուրեմն մարդկանց։ Հիմա ես կուզեմ անդրադառնալ այս բոլոր իրադարձություններին, որոնք սպասվում են եւ ինչպես խառնվեցին Էջմիածնի մեջ քարտերը։ Այդ քարտերը խառնեց Դոն Պուպուլիկը։ Ձեզ ասեմ, որ Դոն Պուպուլիկը մցրեց մի հատ սեփ խրեց, մցրեց մի նոր վիճակ, իր այդ 5 րոպեանոց ամբողջականն եմ դիտել ես։ Այն ինչ որ դրեց հայկական ժամանակը կամ Civic-ը, չեմ հիշում արդեն, ես տարածեցի իմ էջում։ Սա չէր ամբողջական։ Ես ամբողջականը դիտեցի եւ ծայր ինչ որ նա ասեց, դա ի նպաստ կտրիչի եւ եզրասի ի վնաս արշակի։ Հիմա գիտեք ինչ, երբ որ մարդը Աստծո կողմից պատժված է կամ ուզում է Աստված մեկին այնպես պատժել, որ այլևս այդ մարդը գոյություն չունենա, նախ խելքն է առնում, սա բնական բան է, խելքը առնում է, ու սկսում է մարդը անմիտ բաներ գործել, հիմարություններ, սխալներ թույլ տալ, ստրատեգիկ սխալներ թույլ տալ։ Ես չեմ ասում, որ Կտրիչ Ներսիսյանը փայլուն ուղեղ ունի, նա տգետ է։ Գիտեք ինչ, եթե նա տգետ չլիներ, պատկերացրեք ձեր տան մեջ հրդեղ է սկսվել, հա, փոքրիկ։ Եվ դու բերում ես, ինչ պիտի անես, պիտի ջուր լցնես կրակի վրա, որ հանգցնես այն, ինքը բենզին լցրեց։ Տեր Արամին հայտարարելով կարկալուց, նման հիմարություններ դուրս տալով, սա նշանակում է, որ ինքը ոնց որ բենզինը լցներ կրակի վրա, այդ նույն գործողությունն է արել մենակ հոգևոր դաշտում։ Եվ հիմա այդ հրդեհը տարածվել է, հասել է դեպի իր դուրն է չոքել, հա, այդ վեհարանը, որտեղ որ ինքը պարկում է, բոզություն է անում այնտեղ, այդ վեհարանի մեջ ինքը բոզություն է անում իր հավաքարարների հետ։ Մերն ու աղջիկ Զվարթնոցի շենքերից գալիս են իր մոտ։ Ուրեմն ինչ է կատարվել։ Ինքը անուղեղ է, ամբողջությամբ։ Արշակը ես կարող եմ ասել այդ չարի թագավորության, որը Էջմիածնում նա կառուցել են այդ չարի թագավորությունը 26 տարվա մեջ, ողնաշարն էր։ Ես ձեզ պարզ եմ ասում, արշակի վրա է կառուցվել այս չարի թագավորությունը։ Արշակով է պայմանավորված եղել, այն որ ասում են սերի կարդինալ, հա, այդ արշակն է, արշակի մասին է։ Ամբողջը կառուցված է եղել իր վրա։ Բայց հիմա հասկանանք այդ վիդեոն որտեղից հայտնվեց։ Շատ ներողություն, ես ձեզ ուզում եմ մանրամասնություններ փոխանցել այստեղից։ Սա ենթադրություններ չեն, սա ստույգ ինֆորմացիա է։ Ուրեմն
Տեր Գորյունը, որին ես ճանաչել եմ, նա ծառայել է Սուրբ Սարգիս եկեղեցում, եղել է Կտրիչ Ներսիսյանի համագյուղացին։ Երկար տարիներ մնացել է որպես Խաչիկ Սարգսակ, իր աշխարհի կանոնը Խաչիկ է եղել։ Այդ Խաչիկ վաղտանից ես ճանաչել եմ։ Լավ ձայն ուներ եւ այլն, գալիս էր, ծառայում էր, նվագում էր երկեոնի վրա, բայց Կտրիչի ստրուկն էր։ Այդ մեկը պիտի ասենք։ Ես չեմ կարող ասել, որ բացասական լրիվ կերպար է, ոչ։ Նաեւ երաժշտության մեջ փայլուն էր եւ այլն։ Հիմա ողորմի իրեն չեմ ուզում իր մասին ոչ մի բան ասել, բայց այդ մարդը ոչ մի sense արատներ, շատ հավատքի մեջ չէր եւ այլն, բայց ինքը գոնե բարյալչնի մարդ էր, sense խուլիգանություններ չեմ տեսել ես իրան կողմից, որ գործած լինի։ Ուրեմն նա կասկածել է իր կնոջը, որ այդ հարաբերությունը տևական է Արշակի հետ, եւ այդ տեսախցիկները հենց ինքն է տեղադրել այդ բան մեջ, ինքն է տեղադրել։ Իհարկե հետագայում Կտրիչ Ներսիսյանը դա ձեռք է բերել։ Առհասարակ Կտրիչ Ներսիսյանը ցանկացած հոգևորականի վրա նյութեր է հավաքել։ Այն պահից, երբ որ ուսանողը մտնում է ճեմարան, եւ եթե նա նրան դիտում էր, այսինքն չի պիտի հեռացներ որպես պոտենցիալ հոգևորական, նա իրեն հետևում էր եւ ամեն ինչով ուրեմն իր կյանքը փաստորեն բան տա կալպակի տակ, այն որ ֆիլմը կար, հա, այդ Սիմնացվինավենի վիզնի, որ ասում է «Դի պատկալպակոմ ու Մյուլլեր», այս նույն վիճակն էր։ Նա վերցնում էր իրենց բոլորին վերահսկողության լիակատար վերահսկողության տակ եւ իրենց ամբողջ կյանքի այս թերի կամ մութ կողմերը նա որպես շանտաժի մատերիալ հավաքում էր իր մոտ։ Հիմա քանի որ ինքը հին մարդ է, հա, եւ քանի որ ինքը այս ժամանակակից տեխնիկայի հետ գլուխ չի հանում, երիտասարդներն են լավ, հա, այս նոու-խաուների մեջ ինտերնետային բան։ Բնականաբար այդ վիդեոն, որ հանվել է հետագայում, որը մնացած է, որտեղ դա 10 տարուց ավելի է։ Ես կարծում եմ, որ դա 10 տարուց ավելի է այդ նյութը։ Ես չեմ հիշում հիմա որ թվականին մահացավ Տեր Գորյունը, բայց բավական ժամանակա որ նա մահացել է։ Ուրեմն ֆլեշկայի վրա պիտի փոխանցած լինեին։ Հիմա ես կարծում եմ, որ այս սլիվը գնացել է, թե ոնց է գնացել, բայց դա հայտնվել է համապատասխան հաստատությունում։ Դուք արդեն կհասկանաք ում ձեռքում է հայտնվել այս սլիվը, որ եղել է։ Եվ բնականաբար ինչի պատահական էր, որ շաբաթօրը եղավ այդ տեսանյութը եւ ոչ թե ասենք մի ամիս առաջ կամ մի շաբաթ հետո Սուրբ եւ անմահ պատարագից Հովանավանքում։ Ոչ։ Սա ստրատեգիկ քայլ է, որը կատարվել է հենց ընդդեմ Կտրիչ Ներսիսյանի։ Եվ ես ուզում եմ այստեղից այդ մարդկանց առաջ խոնարհվել։ Սնիմայու շլյապը ոնց որ ասում են, հա, իրենց այդ նուրբ աշխատանքի համար։ Որովհետեւ նրանք փաստորեն այդ քայլով Արշակին հանեցին Կտրիչի դեմ։ Կտրիչը հասկացավ, որ դա Արշակը հասկացավ, որ դա Կտրիչի ձեռքի գործն է, որտեղ ոչ մեկը նամանավանդ Նիկոլ Փաշինյանի շրջանը չէր։ Ինքը ընդհանրապես նույնիսկ ազգային ժողովի падգամավոր չէր այդ ժամանակ, երբ որ այդ վիդեոն նկարվել է։ Ոչ մի կապ չուներ այդ համակարգերի հետ։ Բայց այսօր այդ համակարգը, որը տիրել է, տիրապետել է, երբ է դա տիրապետել, ես չգիտեմ։ Բայց ճիշտ ժամանակին օգտագործել է այդ տեսանյութը եւ պատահական չէ, որ այսօր հայկական ժամանակի տաղավարից մի իշխանական աղջիկ չգիտեմ падգամավորը ով է, ես ներողություն եմ խնդրում, չեմ կարող հիմա հիշել, որը հայտարարություն արեց, ասելով, որ ցավում եմ հայ ժողովրդի համար, բայց մոտ ժամանակներում ավելի սարսափելի պետք է առերեսվեն երևույթների հետ, որոնք սա միակ տեսաերիզը չէ, պետք է ավելի խայտառակ բաներ տեսնանք, թե ինչեր են արել այս մարդիկ։ Հասկանում եք դուք։ Հետևաբար, ողնաշարը կոտրված է։ Իրար թշնամի են, նրանք են ապուշներ նորից Դոն Պուպուլիկի միջոցով հայտնել իրենց դիրքորոշումը Արշակի վերաբերյալ։ Եվ այդ խոսակցությունը, որ գնացել է, որ ես տեղադրել եմ իմ էջում, հա, այդ ֆոտոն Կտրիչի եւ Արշակի միջև, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ որ կոմպլիմենտներ են հնչել կամ ինչ որ իրանք ուղղակի པարզ զրույց են ունեցել։ Ոչ, եղել է շանտաժ, եղել է մի կոշտ խոսք։ Ես իհարկե ուրախ կլինեի, եթե Արշակը լավ տպեր Կտրիչին, մի հատ լավ, բայց չի արել։ Դեռ կարող է դրան հասնի։ Ես սպասում եմ այդ կուլմինացիային, չեմ զարմանա, սիրելի ժողովուրդ, որ դա տեղի ունենա նոյեմբերի 4-ին։ Երբ որ սկսվի Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված նիստը, չեմ բացառում դա։ Բայց դե ֆակտո ողնաշարը կոտրված է։ Կտրիչ Ներսիսյանի ողնաշարն է կոտրված եւ Եզրասի Արշակը այլևս կորցնելիք որևէ բան չունի։ Հիմա դատախազությունում քննվում է տեսաերիզը։ Իսկությունը պիտի նրանք պարզաբանեն եւ պիտի վերահաստատեն, որ դա իրական է։ Սա դրա տակ ստորագրում եմ, դա իրական վիդեոն է։ Դա ոչ թե ինչ որ արհեստական ինտելեկտով սակած մի բան է, բրոս է, այլ դա իրական, իր կյանքից դրվագ է։
Հիմա մեկը կարող է նույնիսկ ես իշխանականներից լսեցի եւ ես իրենց հետ համաձայն չեմ, բացարձակապես։ Այդ տեսնում եք, իսկ կուրորեն իրենց ասածները չեն ընդունում։ Ինչ անձնական գործ։ Նրանց անձնական գործ չունեն ոչ մի։ Եպիսկոպոսը կուսակրոն ինչ անձնական գործ պետք է ունենա։ Խուլիգանություն է դա։ Մնացած հանգամանքները չվերցրած։ Բայց այս բոլորը նպաստեց, որ կտրիչ Ներսիսյանը եւ Արշակը թշնամիներ դարձնեն։ Այս պահին վճռական ամենա ոնց որ ասած հանգուցալուծման պահին, որ պետք է այս հարցը վերջապես հանգուցալուծվի, կտրիչ Ներսիսյանը թշնամի է Արշակին, Արշակը կտրիչ Ներսիսյանի թշնամին է։ Նույնը Եզրասը։ Դե իրանք երկու եղբայր են, ես իրենց մեկ մարդու պես եմ դիտում, կտրիչն ու Եզրասը։ Հետևություն արեք։ Ուրեմն այս մնացած լնգուլավազները, որ կան, բարձրաստիճան լնգուլավազների մասին է խոսքը։ Նրանք Արշակի ծնունդներն են, ինչպես ասեց Դոն Պուպուլիկը, որ այդ սատանային ծոցում ծնեց, կտրիչի ծոցում ծնեց, կտրիչը ծնեց Արշակին, սատանա ծնեց, ճիշտ ասեց։ Բայց Արշակը նմանապես սատանեկ ծնեց, փոքրիկ վհուկներ են, դեբեր են, չգիտեմ ինչ անվանեմ դրանց։ Հիմա եթե այդ ողնաշարը կոտրվում է, այս բաները չեզոքանալու են։ Դրանց այնտեղից ֆուկ անելը, դրանց այնտեղից ճանապարհելը եկեղեցու շատ թեժ թյուրին գործ է։ Այսինքն մեր գործը շատ հեշտացավ։ Եվ հիմա ես ձեզ ուզում եմ վերլուծականն է։ Դա իմ, որովհետև ես հիմքեր ունեմ այդպես մտածելու եւ հավաստիացնում եմ ձեզ, որ դա հավաստի աղբյուրների նաեւ հիման վրա այն ինֆորմացիան է, որը որ շուտով դուք կարիերեսվեք այդ ուղակի երևույթի հետ։ Կտրիչ Ներսիսյանը եւ Եզրասը այս պահին մշակել են պլան։ Եվ դա նորից մեզ ասում է այս մասին, ամենահավաստի աղբյուրը ես համարում եմ այս դրվագի մեջ Դոն Պուպուլիկի 5 րոպեվա տեսաերիզը, տեսաուղերձը։ Այն կատաղած խոսքերը, որը Արշակի հասցեին են ուղված։ Նշանակում է, ասես Փաշինյանի քաղաքական հայր, ես երկար եմ մտածել, ում եք կարծում Պուպուլիկը Փաշինյանի քաղաքական հայր։ Եվ հիմա կասեմ ես ինչ եզրահանգմանը եկա, բայց ինչ ասես նա դավաճան պատրաստեց, եկեղեցում դավաճան պատրաստեց, որ դավաճանի կտրիչին, պատկերացնում եք ինչ ասեց։ Ուրեմն, ինչի համար այս բաները խոսել, ինչի համար են այս բաները հիմա հնչել Իրաբերյանից, տարիներ, մի տարի ու կես առաջ, որ Վարդանանքի շարժումը Անդրանիկ Դովլաթյանը հայտարարեց, հա, փուչ շարժում էր, որտեղ Անդրանիկը ոչ փող ուներ, ոչ բան ուներ, մարդը չուներ իր կողքերը։ Ճիշտը խոսենք էլի, սիրելի ժողովուրդ։ Մարդը եկել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինքը հավատացյալ մարդ է, բայց Ամերիկայի ապրել, որտեղից Հայաստան իրեն հետևորդներ չուներ։ Ոնց են վախեցել ցրրել տակը դրանք։ Լևոն Քոչարյանը գնաց, այն Պուպուլիկը ուղարկեց խուլիգանները, ամեն ինչ արեց, չէ՞։ Ամենօրյա ռեժիմով Պուպուլիկը խոսում էր հերոստատեսությամբ, ամենօրյա ռեժիմով։ Հետո քար լռություն, այլևս ոչ մի բան ձայն չի անում, բայց այդ բանը խոսեց։ Եվ պատահական չէ, որ խոսեց։ Ինստրուկցիա է ստացել Եզրասից։ Խոսա քանդի բանի տակ։ Հիմա ամսու 4-ին դուք կտեսնեք, որ կտրիչ Ներսիսյանը Գերագույն հոգևոր խորհրդին լայնված նիստին հարցն է բարձրացնելու կարգալուծության Արշակի։ Եվ ամբողջ մեղքերը, ինչ որ տեղի են ունեցել եկեղեցում, ինչ որ տեղի են ունեցել, նույնիսկ այն քրեական վարույթների շրջանակներում, որտեղ իր անունն է հոլոված, նա փորձելու է այս ամենը շրջանցել եւ ասել սլակները ուղղել կտրիչը սլակները ուղղելու է Արշակի ուղղությամբ։ Ասելու է, որ նա է ճարտարապետը այս պատասխանատուն անփարունակ վիճակի, որը ստեղծվել է եկեղեցու մեջ։ Ինքը ընդունելու է, որ եկեղեցում խայտարակություններ են տեղի ունեցել։ Նոյեմբերի 4-ին այդ քարտն են խաղացնելու։ Իրենց վերջին ջոկերը դա է, որ դա են խաղացնելու։ Նրանք փորձելու են այս ամեն ինչի տակից դուրս գան, ամբողջ մեղքը հանցանքը բարձեն Արշակի վրա, բայց դա այդպես չէ, դուք շատ լավ հասկանում եք, որ Արշակը առանց կտրիչ Ներսիսյանի եւ առանց Եզրասի որևէ հաս, նույնիսկ Մկրտիչ Պրոշյանը առանց կտրիչ Ներսիսյանի եւ առանց Եզրասի որևէ բան չէր անի։ Նույնիսկ քրոջ որդին, ելուր մնաց, որ Արշակը աներ։ Ուղղակի կտրիչը գտնվեց խորամանկ եւ հենց վստահից ինքը չէր կարա եղբորը դներ այդ պաշտոնի վրա, կամ քրոջ տուն դներ։ Արշակը ավելի խելացի է, քան Մկրտիչը, ոչ։ Նույն դեբիլներն են, նույն մակարդակն է, նույն անգրագետ չհոգևորականներն են, նույն անփարոյականներն են։ Բայց հենց հատուկ դրեց, որ իր ազգականը չլինի, որ այն մի դժբախտ պատահարի դեպքում, որտեղ ինքը երևի այս մասին էլ մտածում է, որ կարող է մեկ էլ sense բան լինի, որ մեկը լինի, որ զոհը գնա անարխոժությանը։
Ահավասիկ ես այստեղից դրա համար քանդում եմ այդ սադանայի ծրագիրը, որ նրանք կփորձեն կյանքի կոչել նոյեմբերի 4-ին Գերագույն հոգևոր խորհրդի ազգային ընդլայնված նիստի ժամանակ։ Եվ իմ կարծիքով բոլոր մասնակիցները, ամբողջախոհ այն եպիսկոպոսական դասի ներկայացուցիչները պիտի սա ասեն, որ իդես ինչ, այդ լոլոները գնա ուրիշ տեղ կարդա։ Այո, Արշակը պիտի հեռանա եկեղեցուց։ Արդեն ինքը ուխտը խախտել է եւ դա փաստացի դատախազությունը, այդ էքսպերտիզայի հարցը կլուծի եւ բնականաբար մենք պատասխան կունենանք պաշտոնական, որ աչքը կմտցնենք Կտրիչ Ներսիսյանի, Եզրասի եւ Արշակի։ Կասենք էսա, պատասխանը կա։ Էքսպերտիզան իհայտ է բերել, որ այդ տեսայերիզը արհեստական ինտելեկտի հետ ոչ մի կապ չունի։ Այլ պարզ շնություն է, որը նկարահանվել է։ Պարզ իրողություն։ Բայց այստեղ եւս մեկ հարց, որ անպայման մենք պետք է հասկանանք, այո, Արշակը պիտի թողնի, բայց Արշակը չպիտի կրի պատասխանատվությունը։ Տեսեք, Արշակը ինձ համար անընդունելի մի կերպար է, հրեշ է։ Հա, միշտ ես իրեն ասել եմ վերջի խոսքեր։ Այսօր էլ նոր անուն եմ իրեն դրել, Շմարավոզ եմ դրել, ասում եմ Շմարավոզ է Արշակը։ Ոչ մենակ թմրամոլ, նաև շմարավոզ է։ Բայց ես չեմ ուզում այս մարդու վրա բարթեմ այն հանցագործությունները, որոնց մեջ նա չկա։ Այն ինչի մեջ նա թաթախված է եւ ինչի մեջ մասնակից է, նա պատասխան է տալու։ Բայց ոչ թե որ նա իր վրա վերցնի, իր վրա վզին փաթաթեն բոլոր հանցագործությունները 26 տարվա ինչ որ Կտրիչ Ներսիսյանն ու Եզրասն են արել, եւ այդպիսով դրանք ասեն մենք արդար ենք, անմեղ ենք, կույս ենք եւ միամիտ գառ ենք։ Դա պիտի տեղի չունենա եւ մենք պիտի դա ձեզ հետ թույլ չտանք։ Մենք պիտի ձեզ հետ լինենք իրազեկված եւ ոչ մի պարագայում թույլ չտանք, որպեսզի նման զարգացումներ տեղի ունենան։ Հետեւաբար սիրելիներ, ես սպասում եմ այդ զարգացումներին եւ գիտեք ինչ, մի շատ հետաքրքիր նաեւ բան կա։ Քահանա էր, որը որ կակալուց եղավ չի, հա, իրենց ասացներով, որը որ մասնակիցը եղավ, կարծեմ Տարոն է անունը, եւ պատարակին մասնակցեց եւ գործողություններ արեց, խոստովանանք վերցրեց եւ այն, կարծեմ ճաշոց գիրքը ընթերցեց, շարականը երգեց, չգիտեմ, այսինքն նա մասնակցեց Սուրբ եւ անմահ պատարակի, որը իրենց կարծիքով, իրենց փչացած իվանտ ուղեղով կատարել է սրբապղծությունը այս Տեր Արամը։ Հիմա տեսեք, այդ քահանային առայժմ չեն համարձակվում կարգազոր քրճակել, որովհետև կողքից մարդիկ երևի ասել են, ապուշ, ինչ ես անում դու։ Դու արդեն մի հիմարություն արել ես։ Ինչ ես անում։ Եվ կտեսնեք, չի անելու, ռիսկ չի հավաքելու դա անել։ Իրեն խուլիգանական մեթոդների վրա են դրել։ Տեսեք, մեկ եկավ գիրքը փախցրեց, հա, ավետարանը վերցրեց։ Տեսեք, մեկ եկավ եկեղեցում հայբույ ուզեց դնել, բերանը փագեց ոստիկանը դուրս շպրտեց, լավ արեց։ Ճիշտ արեց։ Ես ելնեի ուրիշ ձև պիտի ասեի անեին։ Բայց իմ այստեղից բերլուծականը հետևյալն է սիրելիներ, որ մեր երկրի մեջ այսօր քանի որ վիճակ է փոխվել եւ իրականության մեջ արդարադատության ատյանը դատարանը սկսեց աշխատել, այդ վտանգը զգալով, հոտ առնելով, այդ վախը ապրելով, նրանք հիմա վերջին այդ խաղակարտն են խաղացնելու, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից, քանի որ Կտրիչ Ներսիսյանը եւ Եզրասը լավ պատկերացնում են, որ սա մանկապարտեզ չի, պետության հետ խաղեր չեն տալիս, եւ նրանք պիտի հեռանան իրենց պաշտոններից, բայց նրանք ուզում են այսօր մենակ մի բան, որ պատասխան չտան, արդարադատության ատյանի առաջ չկանգնեն։ Այս հարցն է, հիմա բազարը դրա համար է գնում, ոչ թե գահի, ոչ թե պահպանելու իշխանությունը եկեղեցում։ Նրանք հասկանում են մի հատ մուրտ կար, ասում են, «Բաշը պես ինքս պետ է», հա։ Իրանց երգը երգված է սիրելի ժողովուրդ, իրանք այլևս շանս չունեն այս աթոռների վրա նստեն եւ շարունակեն։ Բայց նրանք հասկանում են, որ աթոռից իջնելով նրանք ուր են գնալու, որ աթոռներին, ասում եմ, ու պատսուձի մեղ, այն աթոռի վրա պիտի նստեն։ Աթոռները ուղղակի պիտի բանից կաթողիկոսական աթոռի եւ առաջնորդական պիտի տեղափոխվի դատարանի այն աթոռների վրա։ Այս դրանից են ուզում նրանք խուսափել։ Հետևաբար եկեք շատ ուշադիր հետևենք։ Ես կարծում եմ, որ եւ ճիշտն ասած իմ մտածումն է, որ մեր ժողովուրդը պետք է մտածի եւ ամսի 4-ից ամսի 7-ը ես կարծում եմ, եթե նրանք գիտակցեն եւ ես իմ խորհուրդը կտամ թե Հայաստանի Հանրապետության իշխանություններին, թե իրավապահներին, անպայման պետք է Էջմիածնում կազմակերպել միտինգ, ինչը անգլերենից թարգմանաբար նշանակում է հանդիպում, հոգեվոր միտինգ։ Գիտեք, եթե դուք հայտարարեք, որ միտինգ է, ամբողջ Էջմիածնի բնակչությունը հավատացեք 30,000 է, հա, կարծեմ, եթե չեմ սխալվում, բոլորը այնտեղ են լինելու։ Ձեր կողքին։ Ձեր կողքը կանգնելու են։
Ուրեմն այս միտինգին դուք բարոյական աջակցությունը կցուցաբերեք այն եպիսկոպոսական դասի ներկայացուցիչներին, որոնք այսօր մտորումների մեջ են, որոնք այսօր փորձում են ինչ-որ մի հարցի շուրջ կոնսոլիդացիա ունենալ, իսկ այդ հարցը միակն է։ Կտրիչ Ներսիսյանը պետք է թողնի լուսավորչի աթոռը եւ պետք է ազատի վեհարանը։ Երեք ձև կա։ Ես ասեցի, ամենաթյուրին, ինձ համար ամենաթյուրին ձևը այն է, որ իրեն ձերբակալեն ականջներից, բռնեն, դուրս շպրտեն։ Ոնց որ Միքայելին տարան, ոնց որ Բագրատին վերցրեցին, Պրոշյանին վերցրեցին, այն նույն ձևին։ Երկրորդ ձևը այդ եպիսկոպոսական բանն է։ Եվ երրորդ ձևը ժողովրդի ճնշումով, բայց ոչ թե ինչպես որ Նիկոլ Փաշինյանն է ասում, պիտի խաղաղ լինի, խաղաղ նա դուրս չի գա։ Նա այն պորնիկը չի, որ խաղաղ դուրս գա։ Որ ժողովուրդը ուղակի մտնի վեհարանից դրան դուրս գցի։ Այն Պիերիշարի կինոն նայել եք, հա։ Պապաշի որ մկրատները վերցնում եմ, կոստյումը կտրում է տուալետում մեկը։ Այսինքն դրա պիտի Ֆարաջան ամեն ինչը պիտի կտրել, դուրս գցել։ Այսինքն այդ երեքից մեկն է։ Հիմա իհարկե ամենականոնական, ամենաքաղաքակիրթ բանը, իհարկե դա եկեղեցական փաստորեն գետնի վրա, այդ ժողովի գետնի վրա կախակայել պաշտոնավարումը եւ դրան դուրս շպրտել մայրաթորից։ Բայց կրկնում եմ, որպեսզի դուխ հավաքեն այս մարտիկ։ Իմ կարծիքով անհրաժեշտ է մեր ժողովրդի հոգևոր աջակցություն։ Այդ մարտիկ ովքեր որ գնացել են Հովանավակ եւ պիտի նորից գնան այս Կիրակի, որը նմանապես պիտի սուպ եւ անմահ պատարակ լինի եւ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ աղոթելու է նորից պատարակին լինելու է Հովանավանքում։ Իմ կարծիքով ամսի 4-ը եւ ամսի 7 այդ 3 օրը պիտի լինեն հավաքներ Մայրաթորի հարակից տարածքում, Կոմիտասի անվան հրապարակում։ Այսքանը ես ուզեցի ձեզ հետ կիսել։ Սա իհարկե իմ կոչն է եւ խնդրանքը Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ իրավապահ համակարգին, այո, իրավապահներն էլ պետք է այնտեղ այդ օրերին լինեն, որովհետեւ գիտեք ինչ, դրանք ամեն ինչին գնալու են։ Ամեն բան, այնտեղ ամեն սցենար, թեկուս ներսը, ես չեմ բացառում ամեն ինչ այնտեղ։ Դանակահարությունը չեմ բացառում։ Դրանք խուլիգան են, նրանք հոգեվորական խոչ չեն։ Այո, շատ զարմանալի են այդ խոսքերը հնչում, հոգեվորականներ են այդ զգեստն ամենակ։ Այդ հոգեվորական բառից մենակ զգեստն է։ Մնացած ամբողջ էությունը նրանք խուլիգանն են, փողոցի խուլիգաններ։ Եվ քանի որ այդքան խուլիգան հավաքվում է այնտեղ, ուրեմն պետք է անպայման իրավապահ համակարգը լինի այնտեղ, որ հանկարծ իրար չմորթեն այդ ժողովի ժամանակ։ Այսքանը եւ կարճ աղոթքով վերջացնենք, կխնդրեմ, որ շատ տարածեք այս նյութը, ձեր գրառումները կսպասեմ, լայքերը անվճար են եւ կհանդիպենք նորից։ Աչնարարչական, բազուկասպրչական, սոփ հաճելունական լինի ձեզ սպաբան, հայ սմետեր մինչեւ հավիտյան ամեն։ Կհանդիպենք նորից, բարի գիշեր։